Մենք լավ գիտենք, որ ցանկացած պատմություն կազմելուց կամ գրելուց կամ պատմելուց առաջ պետք է մեզ համար որոշենք ինչու ենք դա անում։ Սովորաբար մենք պատմում ենք մի բան զվարճացնելու համար, բայց միշտ կա ենթատեքստ, միշտ կա ցանկություն ինչ-որ խրատ տալ, ինչ-որ բան սովորեցնել, քո մասին ինչ-որ բան ներկայացնել, կամ ուղղակի մարդկանց գրավել, ոգևորել, ոգեշնչել, համոզել, տարբեր նպատակներ ունեն պատմվածքները, բայց առանց նպատակի պատմել չի ստացվի։ Սկզբից ցանկացած պատմվածք, պատմություն գրելուց կամ կազմելուց առաջ պետք է սահմանել հստակ նպատակ։ Երբ դա արդեն ունենք, հաջորդը դա ընթացքն է։ Մենք լավ գիտենք, որ ցանկացած պատմվածք ժամանակի մեջ է ընթանում եւ շատ կարեւոր է որպեսզի ընթերցողը կամ ձեզ լսողը միշտ հասկանա որ պահին ինչ կատարվեց եւ այդ պահերի միջև ինչ կապ կա առաջ ետ դու գնում եք հիշողություններ վերադառնում եք այսօրվան գնում եք դեպի ապագա վերադառնում եք դրա հետ պետք է զգուշ լինել որտեւ եթե ընթերցողը կամ ձեզ լսողը կորցնի այդ կապը չի կարողանա հասկանալ թե ինչ է կատարում եւ բացարձակապես հետաքրքրությունը ձեր պատմածի նկատմամբ կկորցնի